Բարև ձեզ Զորագիր Նյուզի հարգելի հետևորդներ, եթերում Սպորտ Զոնն, այսօրվա իմ հյուրն է MMA մարտիկ Մորիս Բոլեյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ, ինչպե՞ս եք։ Սաղ լավ է, շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ հասկանամ, երբ սկսվեց ձեր սպորտային կարիերան, քանի տարեկան էիք։ Ես սկսեցի պարապել, երբ որ 12 տարեկան էի, գնացի սիրողական պարապելու համար, զուտ իմ համար։ Որ սպորտաձևին գնացիք, բոքս էր, բարբա էր, MMA էր։ Ես գնացի, в общем, секция рукопашного боя, բայց ավելի շատ MMA ենք անում, էլի, սրազու իմ առաջի տրեները, ինքը այդ ժամանակ խորացել էր բրազիլիական ջուջիցուի մեջ ու ավելի շատ հենց բրազիլիական ջուջիցուն էինք անցնում, բայց ամեն սպորտաձևն էլ մասնակցում էինք, սկսած գրեպլինգից, ջուջիցուից, MMA-ից, պանկրատիոն, տենց ամեն ինչ որ ստացվում էր։ Այդ ասեցի գրեպլինգ ու պանկրատիոն։ Այդ երկուսի ժամանակ ինչ որ աշխարհի խաղեր են եղել, որ պիտի ընտրություն կատարեիք։ Այդ պատմությունը կպատմեք, որ ընտրեցիք ինչի համար։ Հա, ես 15 թվին դարա Ռուսաստանի չեմպիոն պանկրատիոնից եւ դարա աշխարհի չեմպիոն։ Մյուս տարին ես հաղթեցի Ռուսաստանի չեմպիոնատը համ պանկրատիոնից, համ գրեպլինգից ու տենց էր որ աշխարհի առաջնությունը համ պանկրատիոնի, համ գրեպլինգինը տենց իրար մոտ էին ու չէի հասցնում համ այնտեղ կպնեի, համ այնտեղ դրա համար ասեցի աշխարհի չեմպիոն արդեն եղել եմ պանկրատիոնից, ուրեմն ուզում եմ արդեն երկրորդը լինի գրեպլինգի աշխարհի չեմպիոնատը։ Այդ գիտեմ բարբեն, ըմբշամարտը գիտեմ ոնց է լինում, բոքսը գիտեմ ոնց է լինում, բայց պանկրատիոնի մասին չգիտեմ այդ ինչա։ Պանկրատիոնը դա вообще հին հունական օլիմպիական խաղերն է եղել։ Եվ նույն MMA-ն է, պրոստը ավելի այտենց բաց, ավելի անկանոն էր առաջ անկանոն էր, բայց հետո արդեն ավելի շատ սպորտաձևի դարավ էլի, եթե առաջ տենց կռիվ էր, հետո տենց կանոններ ստեղծեցին, ավելի շատ MMA-ի պես դարավ։ Իսկ ոնց գնացիք MMA։ Դե այտենց էր, որ մեր պարապմունքներ հենց MMA-ի պարապմունք էին ու մրցումները, որ կպնում էի, ես շատ բավականին շատ մրցում եմ կպրել լյուբիտելսկի սիրողական եւ մեծ մակարդակի աշխարհի մակարդակի այտենց կպել եմ ու այտենց եղել որ հասկանում եմ որ ուրիշ կյանք չեմ ուզում իմ համար, որտեվ իմ համար հետաքրքիր է մենակ այդ սպորտը, այդ MMA-ն ու MMA-ի մեջ կարելի է լավ արդյունքի հասնել, որովհետև հիմա ոնց որ տենց թազա սպորտաձև է ու շատ հիմիկվադրությամբ շատ նայվում է։ Սկզբում ապրել եք չէ Հայաստանում, հետո Ռուսաստանում, հետո Ֆրանսիայից հետո չգիտեմ այդ ոնց եղել այդ ընթացքը։ Հա, այտենց խառը տեղեր եմ ապրել, Հայաստանում ծնվել եմ, Ռուսաստանում մեծացել եմ, Ֆրանսիա ապրել եմ, հետո վերադարձել եմ նորից Ռուսաստան ու այտենց սաղ աշխարհով ման եմ գալիս հիմա։ Իսկ Ֆրանսիայից ինչի որոշեցիք գնալ Ռուսաստան։ Այն ժամանակ Ֆրանսիայի MMA-ի մակարդակը այտենց ուժեղ չէր, դրա համար ես որոշեցի իմ համար, որ պետք է այդհամ Ռուսաստան ու մտնեմ Lionheart ակումբ, որը Lionheart-ում շատ հայտնի մարզիկներ են եղել։ Այնտեղում եք ում հետ եք կպել, ում եք ճանաչել։ Տենց փոքր վախտվանից, երբ որ սկսում էի պարապել, սաղին նայում էի իմ համար լիքը տենց հայտնի տղեր կային, например, Դավիթ Խաչատրյանը, որ Դավիթի բոյերը ես միշտ նայում էի ու իմ համար ինքը տենց օրինակ էր ծառայում իմ համար ու տենց լիքը ուժեղ տղեր կային, ով իմ պրոֆեսիոնալ կարիերայում ոնց որ հետ կա թողել։ Դավիթ Խաչատրյանը հայ որպես մարզիկ իրանից եք օրինակ վերցրել, իսկ համաշխարհային տենց մարզիկներից ումից եք ինչ-որ բան վերցրել։ Համաշխարհային էլ կարամ ասեմ ամենաուժեղներից մեկը եղել է իմ համար Գեղարդ Մուսասին։ Էլի հայ, հա, բայց
ինքը շատ մեծ տպավորություններ թողի մեջ Գեղարդ Մուսասին մեկ էլ Ջորջո Պետրոսյանը իր այդ էլ տենց մի քանի շաբաթ առաջ ծանոթացել ենք անձամբ շատ լավ տղա է ու իմ համար ինքը իսկականից լեգենդար սպորտսմեն է որ տենց մեծ յետք է թողել իր պատմության մեջ այո Լավ կհիշեք ձեր առաջին հաղթանակը որն է եղել թեկուզ այն ամենափոքր տարիքում որ ունեցել եք Հա ես հիշում եմ ես 12 տարեկան էի տենց հիշում եմ որ գնացինք սիրողական մրցումների ու ես հիշում եմ որ մտա գորգ ու այդպես սախ sense ոնց որ սումբուրելներ, սախարներ, այդպես շատ էմոցիաներ ունեի այդ ժամանակ ու ես հիշում եմ հաղթեցի առաջի իմ բոյը ու այդ մրցումին երկրորդ տոլի երրորդ տեղն եմ գրավել ու ինձ համար այդ մեծ բան էր Իսկ այդ ժամանակ ինչն էր վատ, որ առաջինը չեղավ։ Քիչ էիք պարապել, նոր էիք։ Չէ, ես նոր էի, պրոստը օպիտ չունեի, փորձ չունեի այդքան շատ, բայց այտենց էր որ ես գոհ էի իմ մեդալի համար։ Բայց դրանից հետո արդեն ես իմ ոնց որ պլանկեն մեծ բարձր եմ ավելի դրել ու ասել եմ մենակ առաջ տեղերը պետք է գրավեմ։ Դա բայց sense որ անում եք որևէ պարտություն միևնույնն է սպորտն այնպես բան է որ պարտություն լինելու է։ Պարտության ժամանակ ծանր չեք տանում։ Դե շատ ծանր եմ տանում ճիշտ ասած։ Որն է ամենածանրը տարել։ Ինձ համար այդ լյուբիտելսկի այդ սիրողական մրցումների մեջ ես տենց հիշում եմ որ տենց լավ է թմեի առանց պարտություն տենց լիքը գնացել էի, հետո մի ուրիշ սպորտաձև կպա ու չստացվավ անել ինչ որ ես միշտ անում եմ ու մի քիչ sense մտել էի խորացել էի մտքերի մեջ բա ոնց ես չեմ կարա պարտվեմ ոնց պարտվա այդպես Տեսել եմ որ միշտ հաղթում եք խեղտելու այդ հնարքով ինչի եք այդ ընտրել Զուտ պատահական ստացվում է որ վերցնում խեղդում եք թե հենց մտածված եք գնում եք որ խեղդեք Չէ հենց մտածված է այդ մտածվածը համել այդ պահը ոնց որ ես տենց սարքում եմ իմ համար, ստեղծում եմ այդ պահը ու օգտագործում եմ, չեմ թողնում որ հելնեն այդ խեղդելու պահից, համել ես սիրում եմ դասրոչնի կրել իմ զույգին, որովհետև որ ոչ մեկ չի կարանա ասի, որ էսի սենց էր հաղթանակ չի, ես հաղթել եմ, որ մարդը սենց явնի խեղդվում է կամ հանձնվում է, այդ արդեն ուրեմն նշանակում է, որ դու մի level ավել ես այդ մարդուց, որ կարացել ես իրան հասցնես այդ պահին, որ խեղդվի կամ հանձնվի։ Ձեր մրցակիցները չգիտեն, որ դուք օրինակ խեղդելուց ուժեղ եք, փախնեն կամ ուրիշ բան անեն, որ չբռնեք։ Դե բռնեք վերջ։ Սաղնել գիտեմ, բայց այդ իրանց չի օգնում։ Եղել եք նաև Արցախում, չէ՞, ու այնտեղի երեխաներին եք նաև մարզել որոշ ժամանակ։ Ինչ կպատմեք այնտեղից, ոնց որոշեցիք գնաք։ Հա, ես հիշում եմ, որ как раз ես բոյ ունեցա հաղթեց այդ բոյը ու տենց պատահավ, որ մեզ կանչեցին Արցախ, ես մեծ սիրով ընդունեցի այդ հրավերքը եւ գնացինք Արցախ, այս խմբով գնացինք, համ զբոր արեցինք, համ երեխեք հետ շփվանք, համ քաղաքը տեսանք, համ սաղ Արցախը տեսանք։ Որ թվականներ։ Էդի 21 թվականներ, հա, 21-ներ։ 21? Հա։ Հա, պատերազմից հետո այդ փորձը ձեզ ինչ տվեց։ Այնտեղի երեխաներին որ նայում էիք, իրանք պոտենցիալ ունեին, ուզում էին, թե ուղղակի հոբի էր կամ ձեզ տեսնելու համար էին եկել։ Չէ, ես կասեմ, որ ժողովուրդը որ ծանր բաները անցե, իրանք ավելի պատրաստ են անցնել ավելի դժվարության, քան սովորական մարդիկը։ Դրա համար սպորտի մեջ ինչքան դու ավելի ծանր բաներ ես անցել, քո համար ավելի հեշտ կլինի հաղթահարել այդ սպորտային ծանրությունները։ Մոսկվայում նաև բարձրացրել եք, չէ, Արցախի անունն եք հնչեցրել, հետո այդ հատվածը կտրել էին։ Որ բոյներ ինչի համար են, ձեր կարծիքով ինչի համար են տենց արել։ Հա,
ես չգիտեմ, այդ արդեն քաղաքական տենց մանրամասներ է, բայց կարևոր է, որ ես անձամբ միշտ հաշտում եմ այդ ու միշտ կասեմ, որ Արցախը սոտիկի մերն է ու ինչքան էլ ով ուզում է ինչ ասի, մեկը ես իմը կասեմ։ Գնացել եք շատ չէ Fight Night մրցումների, այդտեղից ամենահիշվողը ո՞րն է ձեր համար, որ միշտ ինչ-որ մտեղ կհպարտանաք ձեր այդ մրցումով։ Դե տես չի, որ մրցումով հպարտանում եմ կամ հաղթանակով պետք է հպարտանամ, բայց ամեն մի բոյը իմ համար տենց շատ տպավորիչ բան է թողել, դրա համար էլ կոնկրետ մեկը չեմ կարող ասեմ, բայց հենց երկրորդ բոյը ինձ տվեցին գոտու բոյ եւ այդ ոնց որ շատ ծանր էր անցել, առաջի ռաունդը ինձ նոկդաուն էին գցել, բայց սկի մտքիս մեջ տենց միտք չկար գլխիս մեջ, որ ես կարամ պարտվեմ այդ բոյը, դրա համար ես ինչքան ուժ ունեի, ինչքան մեջս ուժ կար, ես հավաքեցի ու ասում եի, դաժե որ ես մի ռաունդը պարտվեմ, ես 4 ռաունդ էլ ունեմ, որ խեղտեմ, որ բռնեմ, որ հա, անպայման էր իմ համար այդ արդեն ոնց որ իմ պատվի հարցներ ես պետք էր մինչև վերջ ինձ թողնեի այնտեղ։ Ում հետ էիք մրցում, ով էր։ Մի հատ ռուս տղա էր, շատ ուժեղ տղա է, Անատոլի Կոնդրատյև։ Հիմա էլ դարել է ուրիշ ռուսական օրգանիզացիայի ACA շատ հայտնի, շատ ուժեղ օրգանիզացիա չեմպիոն է դարել մեր քաշի։ Այդ առաջին ռաունդը, որ նոկդաուն եղաք, դրանից հետո ո՞նց եք հաղթել։ Էլի խեղտելու հնարքով եք հաղթել։ Այո, խեղտելու հնարքով, հա, ես հիշում եմ, որ առաջի ռաունդը բրծավ, դա արդեն պերերիվ է, ոնց որ ասենց ու ես չեմ հիշում, այս տրեներներս ինձ ինչ էին ասում, вообще չեմ հիշում, այս ոնց որ ասենց այդ պահը կորել է մչիցս։ Տեսեք մոռանում եք, չէ՞, ինչ են ասում այդ ձեր մարզիչները, բայց ռինգում որ մտնում եք, հա, արդեն կպնելու, լսում եք իրանց հրահանգները, թե դուք ոնց ուզում եք տենց անում եք։ Դե ճիշտը տենց է, որ պետք է լսես, որովհետև կողից ավելի լավ է երևում սա այդ նկարը։ Ու մարզիկը կարա այտենց բաներ նկատի, որ դու կարաս չնկատես։ Դրա համար դա ավելի լավ է, հա, լսես, եթե դու պետք է այտենց մարդ ունենաս, ով գիտի դու ինչ ես անելու, քո ուժեղ կողմերը ու հակառակորդի կողմերը, որ պետք է իմանա համ ուժեղ, համ թույլ, որ որտեղ կարելի է արդեն մի հնար գտնել, որ հաղթել գտնեք իր բանը։ Դուք մինչև մրցում գնալ նայում եք ձեր մրցակիցով իր բոյերը։ Անպայման, դա շատ կարևոր է, որ դու լինես պատրաստ այն դրան, ինչ որ քո հակառակորդը քեզ կարա ոնց որ տա։ Պայմանագիր եք, չէ՞, կնքե One Championship-ի հետ։ Այդ ոնց եղավ, ինչի։ Հա, ես պայմանագիր կնքեցի, բայց մի բոյի կապեցինք այդ պայմանագիրը կպա հաղթեցի իրանց դուրը, ես շատ դուրը եկա, իրանք առաջի բոյից հետո ինձ բոնուս տվեցին $10,000 ու միանգամից երկրորդ բոյը առաջարկեցին, ես համաձայնվա ու նորից հաղթեցի խեղտելու հնարքով։ Բայց ինչ չշարունակեցիք One Championship-ի հետ։ Իրանք տենց է, որ հիմա էլ պատրաստ են ինձ ուզում են 4 բոյի կոնտրակտ առաջարկում են, բայց все-таки ես ուզում եմ ավելի շատ UFC կպնեմ, UFC մտնեմ, Ամերիկա, դրա համար որ այդ պայմանագիրը ոնց որ թողել եմ երկրորդական պլան։ Իսկ UFC-ի հետ ոնց եք, արդեն պայմանագիրը կա, թե ընթացքում է։ Ոբշե մի քիչ դժվարություններ կա, բայց կփորձենք սա հաղթահարենք, որ մտնենք այդ UFC-ին։ Մարզվել եք նաև Թայլանդում, այնտեղ գիտեմ, որ ինչքան համաշխարհային մարտիկներ կան, այնտեղ են գնում։ Ինչի Թայլանդ։ Ինչով այնտեղ լավ։ Թայլանդը ոնց որ մի տեղ լինի, ով սա հավաքվում են ու գալիս են այդտեղ զբոր անեն, տարբեր մարդկանց հետ պարապեն, սպարինգ անեն, ոնց որ տենց կենտրոն լինի սպորտային։ Եվ ես փոքր վախտվանից նայում էի, ես
լիքը սպորտսմեններ գիտեմ, ով այնտեղ պարապել է ու ոնց որ տպավորվել էր մեջս, որ ես էլ պետք է մի օր եթամ Թայլանդ ու այտենց ստացավ, որ գնացել էի համարյա մի տարի ապրել եմ Թայլանդում ու դուրս շատ եկե, համ պարապունքի առումով, համ կյանքի առումով շատ լավն է, ինձ համապատասխանում է։ Դեք Ֆրանսիա, Ռուսաստան, Թայլանդ, Հայաստան, դե Թայլանդը մարզվելու համար առաջինն է, բայց Հայաստանում ի՞նչն է պակասում։ Ինչ կավելացնեիք կամ փոխեիք, որ ստեղ էլ լավ լիներ։ Ոչ բան պակաս չի, պրոստը ժամանակի հարցը, ժամանակը պետք է անցնի, որ մակարդակը ավելի մեծանա MMA-ի, որովհետև դա թազա սպորտաձև է ու Հայաստանում մի քիչ ուշ է ինքը մտել, որովհետև թազա սպորտաձևը, այն էլ որ ոչ օլիմպիական է, ինքը շատ ժամանակ է պետք որ ինքը լինի արդեն լավ մակարդակի ու լիքը փող է պետք որ ներդրեն, որ սպորտսմենները զարգանան, որ նոր սերունդը ոնց որ կարանա ամեն մրցումների հետ զբորներ անի, տենց տարբեր մարդկանց հետ աշխատի, տարբեր տեխնիկաներ սովորի, դրա համար համ փողի Դե փողի խնդիրը օլիմպիական ով որ հաղթում են իրancs ավելի շատ է, չէ՞, հավանաբար։ Դե ինձ թվում է օլիմպիական սպորտաձևը դե շատ դժվար է, որովհետև այնտեղի կոնկուրենցիան մի ուրիշ մակարդակի է, բայց MMA-ում դու կարաս մի քանի բոյով քեզ մեծ անուն ստեղծես ու այդ անունը արդեն քո վրա կաշխատի։ Ցեք Ռուսաստանում էլի Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան մտի բան մեջ բերեմ, բայց Հայաստանի դրոշի տակ եք մրցում։ Եղել է առաջարկ, որ ուրիշ երկրի դրոշ տան։ Կամ թե Ռուսաստանում եք, ասան Ռուսաստանի դրոշի տակ։ Դե ինձ ասել են, հենց միշտ հարցրել են, բա որ դու Ռուսաստան ես ապրում, Ռուսաստան ես պարապում, ինչ ես հայկական դրոշը ներկայացնում։ Ես ասում եմ, դե որ ես հայ եմ, ես ոնց կարամ ուրիշ դրոշ ներկայացնեմ, ու կարևոր չի ես որտեղ եմ ապրելու, որտեղ եմ պարապելու, ինձ համար կարևոր է, որ ես մեր հայկական դրոշը միշտ ներկայացնեմ ու փորձեմ ամեն ինչ անեմ, որ հաղթելուց հանեմ այդ մեր դրոշը։ Տեսեք շատ ծանր սպորտ է իրականում MMA-ն, ունտեղ են մաֆան ռիսկ, չգիտեմ, շատ ծանր է։ Դուք ձեր երեխային, տղա երեխային կտանեիք։ Ռիսկները շատ են, բայց ինձ համար ես տենց եմ կարծում ամեն մի տղամարդը պիտի սպորտով զբաղվի, գոնե սիրողական ու պիտի փորձ անի մրցում կպնելու։ Դա Իսկ հենց MMA կտանեք, թե հենց MMA կապ չունի, MMA կամ բոքսը լինի կամ բարբա ջիջիցու, ջուջիցու կապ չունի, ինձ համար կարևորը որ տղամարդը մի քիչ գոնե հիմանա ինքնա պաշտպանվելը ու բայց հա ես կուզենայի որ իմ տղեն պարապի, բայց որ ինքը ուզենա արդեն ավելի պրոֆեսիոնալ լինի, հա ես իրան կօգնեմ, բայց որ չէ։ Իսկ կա կօգնեմ։ Եթե փոքր տարիքի Մորիսը գար կանգներ ձեր առաջ, իրան ինչ խորհուրդ կտայիք։ Ինչ որ մի բան որ սխալ է կարել ուղղեր ինքը կամ Չէ, ինչ սխալ արել եմ, այդ սխալը ինձ ոնց որ ստեղծել է այն մարդուն, որ ես հիմա կամ так что Իսկ փոքր անծանոթ երեխային ով ուզում է սկսի սպորտով զբաղվել, իրան ինչ կասեք։ Ամենակարևորը դիսցիպլինան լինի, դիսցիպլինան համար մեկն է, եթե դիսցիպլինա չեղավ, ուրեմն սա խիզուր է։ Բայց սպորտի մեջ մոռացա բան նշեմ, որ քաշային կարգերում չէ, քաշ գցել, կշեռքի արարողություն դուք քաշ գցում եք։ Հա։ Քանի կիլոգրամ։ 11, 12 Քանի օր։ Եղել է որ դաժե մի 15 օր մի ամսվա ընթացքում։ Հա, բայց հետ հավաքելը հեշտ է, չէ՞ լինում, որովհետև հիմնականում Դե մեր համակարգը մի քիչ ծանր է, մենք սկզբից դիետայով ենք մեր քաշը գցում։ Իսկ վերջի շաբաթը, ինձ թվում է, վերջի շաբաթը ամենաշատ կիլոներն ենք թողում, էլի մի 5 կիլո, 6 կիլո վերջի շաբաթվա մեջ գցենք։ Օրինակ եկա կանգնա կշեռքին ճիշտ թիվը գրեց, բայց հաջորդ օրն է, չէ՞ մրցումը, քանի կիլո է կարողանում
արդեն ավելացնեք։ Ես հենց այդ օրվա մեջ, դաժե որ sense առավոտը որ կշռվում ենք, Քիրիկվա կողմը արդեն մի 7-8 կիլո հավաքում եմ։ Միևնույն է, կարող եք նորից գաք 5 հաշին։ 5 հաշին չես կարող արդեն այտենց հավքես, բայց մի 70%-ը կարաս, 60-70% կարաս հետ բերես։ 4 ամիս առաջ բրազիլացի մարզիկի Ռոնի Էրիկի հետ եք ունեցել մենամարտ, ինչ կպատմեք այնտեղից, ինչ մենամարտ էր, ինչ։ Ինձ առաջարկեցին այդ բոյը 10 օրվա մեջ, ես համաձայնվա, մի քիչ պատրաստումը այն չէր, որ ես պետք էր ունենայի, ես մտածեցի, ինձ համար մեկ այլի հելա այդ в общем համաձայնվա, մի քանի օրից թրանք մենք Աբու Դաբի, կլիմատը մի քիչ տարբեր էր, համապատասխան չէր էլի, որտեղ ես պատրաստվում էի։ Եվ մենք պետք էր կպնեինք 63 կիլո, բայց ես որ 57 եմ կպնում, ես ավելացել էի, էլի, ինձ առաջարկեցին այդ քաշը, ես համաձայնվա։ Ու բոյից կշռվելուց մի օր առաջ զանգեցին ոնց որ թիմը, այդ Ռոնի թիմը, ասում են չենք կարող 63 անենք, մի քիչ ավելացնենք քաշը, ասի ես խնդիր չկա, որ քաշ ուզեք, ես համաձայնեմ։ Բայց դրանից դες ինչ որ գումար չեն տալիս, որ ինքը իր քաշից ավելա, որ համաձայնեք։ Դե այտենց է որ կարանք, եթե այտենց դժվար մոմենտներ է, եթե արդեն բոյի ոնց որ սրիվ կարա լինի, այդ ժամանակ թիմը կարա պայմանավորվի իրար հետ։ Չէ կարել։ Ես ասացի, որ քաշ ուզում եք թող լինի, ու այտենց 66 կիլո կպանք, խաչա ես 2 քաշ ավելացել եմ։ Էդի այտենց ճիշտ չի, ես սխալ բան արեցի, բայց ես այտենց որ ես պատրաստ ոնց ես շատ վստահ եմ ուժերին ու իմ հաղթանակի վրա, դրա համար ես համաձայնվա։ Միայն քաշն էր խնդիրը, որ Դե ես կասեմ, որ հաղթանակի համար ես ամեն ինչ արեցի, որ այդ հաղթանակը ստանամ, առաջի ռաունդը հաղթեցի, ինձ թվում է երկրորդը պարտվա ու երրորդը նորից հաղթեցի, պրոստը այդ առաջի ռաունդի մի քիչ ոնց որ երկու դատավորները տվեցին Ռոնիին, մի դատավորը ինձ տվեց, բայց տենցա որ սաղ դատավորները բրազիլիացի էին ու տվեցին Պարզա որ պիտի Ռոնիին տային, էլ կարակ չմանրամասնեք պարզա։ Բայց ես իմ կպնելուց ասեմ ես գոհ չեմ, вообще գոհ չեմ, բայց ինչ որ պետք էր ես արեցի հաղթանակի համար։ Ձեր ամենասիրելի քաշը ո՞րն է, որ գիտեք, որ այդ քաշում անպարտելի եք։ 57 կիլո, դա իմ քաշն է, ես դրանց այս բոյից հետո հասկացա, որ ես արդեն սուպերմեն չեմ ու պետք է միշտ իմ քաշում կպնեմ։ Հասկացա, շնորհակալ եմ, մի քանի բլից հարցեր եմ պատրաստել, պիտի արագ պատասխանեք առանց մտածելու։ Խաբիբ թե Քոնոր։ Կոնոր։ Խեղդում թե նոկաուտ։ Խեղդում։ Գրեպլինգ թե պանկրատիոն։ Գրեպլինգ։ Պարտերում պայքար թե կանգնած։ Պարտեր։ Տեխնիկապես ուժեղ լինեք թե ֆիզիկապես։ Տեխնիկապես։ Էներգիայով մտնել ռինգ թե հանգիստ քայլելով։ Էներգիայով։ Ռևանշ թե նոր մրցակից։ Նոր մրցակից։ Առաջինը թե վերջին ռաունդը։ Առաջին։ Հարցակում թե պաշտպանություն։ Հարցակում։ Ձեզ նկարագրեք մեկ բառով։ Հզորություն։ Շնորհակալ եմ շատ։ Մերսի։ Շնորհակալություն այսօր այսքանն էինք պատրաստել, հետևեք Օրագիր Նյուզին։